Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հաջորդը ոստիկանության արդեն աշխատակիցների ցուցմունքներն են, Բարգուժանդացան, մասնակից Գագիկ Օրդուխանյանի ցուցմունքը պետեգագորներն է պարունակում, որ ճանաչում է Դավիթ Համբարձումյանին աշխատանքի բերումով, քանի որ Արագավան համայնքի ղեկավարն է, քանի որ Արագավանդի ղեկավարն է, դեպքի օրը Արարատի մարզի Հայանից գյուղի խաչմերուկը փակված է եղել, Մասիս քաղաքի տանող գազալցակայանի մոտ նկատել է, որ մեքենաները առաջ չեն շարժվում և խցանում են։ Շրջադարձ է կատարել և դարակերտով գնացել է, Դավիթին դեպքի վայրում չի տեսել, հեռու է եղել, իր մեքենայով է եղել, հետը մարդ է եղել, սակայն չի հիշում թե ով։ Դեպքի հաջորդ օրը իմացել է, որ մարդիկ եկել էին դեպքի խաչմերուկ, թե ինչ էին ուզում, չի իմացել հստակ, այդ օրերին հեղափոխությունը ենթադրում է, որ դրա հետ է կապված եղել միջադեպը։ Մեղադրանքի կողմի միջնորդության վրա հրապարակվել է վերջինիս ցուցմունքը, ինչի վերաբերյալ նշել է, որ նախաքննական ցուցմունքը չի կարդացել, առանց կարդալու ստորագրել, պնդել է, որ թեև յուրաքանչյուր էջիտակ ստորագրել, բայց չի կարդացել, պնդել է, որ Դավիթ Համբարձումյանի մասով նախաքննության ընթացքում տված ցուցմունքը իրականության չի համապատասխանում, նրա վերաբերյալ որևէ տվյալ քննիչին չի հայտնել։ Հանրային մեղադրողի հարցերին պատասխանով պնդել է, որ Դավիթ Համբարձումյանի մասին որևէ բան քննիչին չի հայտնել, իսկ գրվածը իրականության չի համապատասխանում, իրականությունը հայտնում է դատարանում, դատախազի ուղիղ հարցին, թե հիմա է ճիշտ ասում, թե նախաքննության ժամանակ, պատասխանել է, որ հիմա։ Դատարանի հարցերին պատասխանելիս նշել է, որ քննիչը իրականությանը չհամապատասխանող տվյալներ է արձանագրել։ Վկա Վարդան Վարդանյանի ցուցմունքը հետևյալ տեղեկություններն է պարունակում, նշել է, որ 16-ից 18 թվականներ զբաղեցրել է ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնը։ Դեպքի օրը ահազանգ է ստացել, որ մի քաղաքացիներ կան, գնում են Երևան, անկանոն մթնոլորտ է Հայանից Հովտաշատ գյուղերի խաչմերուկում, գնացել են հասարակական կարգը պահել։ Դավիթ Համբարձումյանի ճանաչում է, մնացածին չի մտաբերում։ Օպերատիվ ճանապարհով բոլորին գիտի, անունները անցել են գործով, որ Համբարձումյանին, որ Խաչատրյանին և այլն չի մտաբերել դիմակավորված անձինք եղել են դեպքի վայրում, թե ոչ։ Նշել է նաև, որ եթե չի սխալվում, Մահակն է տեսել է դեպքի վայրում, քարերով մարդիկ ևս եղել են, անհասկանալի վիճակ էր։ Մարդիկ են եղել, որ ցանկացել են Երևան գնալ մասնակցելու հարցերի, եղել են նաև որոշ քաղաքացիների խումբ, կեսը հարցեր անում, կեսը անհասկանալի է, թե ինչ էին անում։ Քաղաքական էր իրադարձություն պատճառը, միջանձնային չէր։ Նշել է, որ դեպքի վայրում տեսել է Դավիթ Համբարձումյանին, որ Խաչատրյանին, որ Համբարձումյանին, դեպքի վայրում չի տեսել։ Մեղադրանքի կողմը միջնորդեց հրապարակել համապատասխան ցուցմունքները, որի վերաբերյալ նշեց, որ դեպքի վայր մեկնել են հրազենային վնասվածքի ահազանգով, իր ժամանելու պահին միջադեպը դադարեցել է և ճանապարհը փակած անցածում այլևս այնտեղ չի եղել։ Օպերատիվ ճանապարհով պարզել են, որ հրազենային վնասվածքը պատճառել է Սեյրան Կարապետյանը, իսկ ժամանելու պահին միջադեպը դադարեցել է, հենց բախումը չի տեսել, չի կարող ասել, թե ում ձեռքում է, ինչ է եղել։ Հայտնել է, որ Դավիթ Համբարձումյանին զենքով հուլիգանություն կատարելով չի տեսել։ Նախաքննական ցուցմունքների արձանագրված տեղեկությունների վերաբերյալ հայտնել է, որ նկարագրված իրադարձություններին ականատես չի եղել։ Տեսանյութերով և օպերատիվ տվյալներով են նկարագրել իրադարձությունները։ Վկայի հայտնած տեղեկությունները ակնհայտ հակասում են ուժով Հովհաննես Բալաբանյանի կողմից ներկայացված Արարատի մարզի Հայանից և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ մատնանշված տեսակրության բովանդակությամբ։ Մասնավորապես տեսակրության 38-րդ վայրկյանին վկան հայտնվում է տեսախցիկի տեսադաշտում, ուժովների մասնակցությամբ վիճաբանությունը փաստացի դադարեցած ոստիկանների շրջանում։ Իսկ որ նշում է, երբ որ ինքը եկել արդեն ամբողջը դադարած է եղել, դա իրականության չի համապատասխանում։ Տեսակրության մեջ եղել է բաժանող ոստիկաններից մեկին ինձ Վկա Արթուր Զաքարյանի ցուցմունքը պարունակում է հետևյալ տեղեկությունները, նշել է, որ 18 թվականից զբաղեցրել է ոստիկանության Մասիսի բաժնի պետի տեղակալի պաշտոնը, դեպքի օրը ահազանգ է ստացել, որ հավաքված մարդիկ կան, հնարավոր է բախումներ լինեն, գնացել են մարդիկ կային, մի մասը վիճում են, մի մասը զրուցում, գնացել են, որ ծեծ ջարդ կանխեն, եղել են 4-5 հոգով։ Երբ հասել են դեպքի վայր, մարդիկ կանգնած խոսում են, վիճաբանություն չի տեսել, որքան հիշում է իրենց հասնելուց հետո էլ չի եղել ծեծ կամ վիճաբանություն։ Որեթե բոլոր մեղադրյալներին ճանաչում է, այդ օրը Դավիթին է տեսել, որպես համայնքի ղեկավար կանգնած էր դեպքի վայրում, մնացածին չի մտածել։
նշել է, որ խաչմերուկում հավաքված անձանց մի մասը երթով գնում են Երևան, այդ անձինք իրենց հայտնել են, որ իրենց չեն թողում անցնեն դեպի Երևան։ Դեպքի վայրում ոչ մի խումբ չէր առանձնացվում, ավտոմեքենաներով փակված չի եղել ճանապարհը, մարդկանցով է փակված եղել, չի հիշում դիմակներով անձինք կային, թե ոչ։ Իր ներկայությամբ չի հիշում, որ բախում եղած լինի, կրակոցի ձայնը չի լսել, չի կարող ասել հրազենային վնասվածքով է պատճառել դուժովի, որ Համբարձումյանին դեպքի վայրում չի հիշել։ Պաշտպանության կողմի հարցերի պատասխանելով նշել, որ Դավիթ Համբարձումյանը դեպքի վայրում հակաիրավական ոչինչ չի արել, որևէ մեկին չի ծեծել, ցույցում չի տվել, որ որևէ մեկին ծեծել, չի կարող ասել, թե Դավիթը խաչմերուկի որ խմբի հետ է եղել այդ վայրում։ Մեղադրանքի կողմի իշխանության վրա ևս հրապարակել է վերջինս նախաքննական ցուցմունքները, նշել է, որ ցուցմունքները նշված հանգամանքները օպերատիվ միջոցառումների տվյալներով է հայտնել։ Այդ տվյալները կարող են ճիշտ լինել, կարող են սխալ լինել։ Ամեն դեպքում նշել է, որ ականատես չի եղել այդ գործողություններին, որոնք նկարագրել է ցուցմունքով։ Դավիթին տեսել է ուղղակի կանգնած այնտեղ, զինված մարդու մասին ենթադրություն է արել, քանի որ վիրավոր անձ է եղել, դա միայն ենթադրություն է։ Զենքի նմանվող առարկա որևէ մեկի վրա կամ զենքի օգտագործման կամ այնպիսի սպառնալիք չի եղել, այլապես դեղման ենթարկված անձինք կլինեին այդ մասով։ Հարվածներ կամ բախում չի տեսել, եթե տեսած լիներ, ապա ցուցմունքով հայտնած կլիներ քննիչին, մեղադրյալներին մեղսագրվող գործողություններին ականատես չի եղել, ընդհանրապես օպերատիվ տվյալների հիման վրա է ցուցմունքով։ Վկայի հայտնած տեղեկությունները ևս հարկասում են կողմից հիշատակված տեսագրության բովանդակությանը, մասնավորապես տեսագրության 22-րդ վարկանից սկսած, վկան հայտնվում է տեսախցիկի տեսադաշտում դժողների մասնակցության վիճաբանության փաստացի դադարեցած ոստիկանների շարքում ու ամենաակտիվ դադարեցնողը ինքն է եղել, համապատասխանատվին կներկայացնել։ Այսինքն վկա Արտուր Զաքարյանը ներկայ է գտնվել Մուկում միջադեպին եւ երբևէ չի նշել, որ Դավիթ Համբարձումյանը կատարած լինի այնպիսի գործողություններ, որոնք ներսագրված են իրեն։